Լույս առավոտին շարունակվում է եւ խոսենք մեր հաջորդ կարևոր շատ թույն թեմայի մասին եւ այսպես նախ նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Միքայել Նազարենկոյի «Ամիս ու ժամ» նորարարական ցուցահանդես պերֆորմանսը։ Նախագիծը հանդիսատեսին առաջարկել է ապրել ժամանակի ընթացքը տեսողական, ձայնային եւ շարժական համադրությամբ միավորելով ժամանակակից արվեստն ու տեխնոլոգիական լուծումները։ Իսկ թե ինչպես դա արվեց եւ կարվի այսուհետ կպատմեն մեր հյուրերը։ Հասկանում եմ մի փոքր շատ Վաու։ Լույս առավոտի։ Մեր հյուրերն են։ Նախագծի հեղինակ Միքայել Նազարենկոն, բարի լույս, եւ ցուցահանդես պերֆորմանսի ստեղծագործական կազմի անդամ Միքայել Զաքարյանը։ Բարի ցես։ Անահիտ չենք մնում վերջին երազանք պահենք, վարկամարի։ Հիմա խոսենք Նախ շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունել եք եւ միանգամից անցնենք առաջին հարցին, ինչպես ծնվեց գաղափարը նախագծի։ Գաղափարը շատ հետաքրքիր ծնվեց բերդերից մի ամիս, որովհետև այս ցուցահանդես պերֆորմանսից առաջ մեկ այլ ցուցահանդես կար, որը որ կոչվում էր 1880 ժամ։ Այնտեղ գլխավոր կոնֆլիկտը պատերազմն էր, պատերազմի խաղաղ կողմը, որտեղ որ ամեն մի օրը պատերազմին փորձում ենք նկարել, ու այս ամեն մի օր ներկայացրեցինք նկարիչների միությունը, Վազգեն Սարգսյանի ակադեմիան եւ այլ հրավերներ ելնելով, բայց որոշեցինք այդ երկու կարևոր բարուսներով սահմանափակվենք։ Հետո արդեն տենց ոնց որ 1880 ժամ, տենց մտածեցինք, հետո իրականում այս նախագծի անվանումը ուզում էի լիներ ամիսներ։ Տարբեր ընկերներից հետ քննարկումներից հետո հասանք այն մտքին, որ չէ, ավելի լավ է լինի ամիս ու ժամ, որտեղ այնտեղ ամիսներն են, ժամերն են, գլխավոր կոնֆլիկտի ժամանակն է արդեն այս նախագծի։ Եվ այդպես որոշեցինք այդտենց հասունացավ, որոշեցինք արդեն հավելել, արդեն ստեղծագործական երաժշտական գծով ղեկավար Միքայել Զաքարյանի հետ միասին քննարկումներով քննարկեցինք արդեն երաժշտությունը, որտեղ որ մեր մյուս ընկերների հետ միասին երաժշտությունը ոնց որ գրվել է նախագծի համար եւ փորձեցինք արդեն բարի հետ համադրել այդ ամենը, ստեղծելով մինչեւ 40-45 րոպե պերֆորմանս։ Ես չեմ սխալվում, նաև սկզբում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եղել, հետո եք գնացել Աշտարակ։ Այս ինչու հենց Աշտարակ, բոլորը անում են Երևանում են անում։ Բայց դուք գնացիք Աշտարակ։ Մենք ճիշտ ասած թիրախավորված որոշեցինք հենց Աշտարակում, այսինքն մարզերի նախագիծ որոշեցինք, որովհետև այսօրով մենք մեր իրականության մեջ նաև խնդիր ունենք մարզերում նախագծեր անել։ Որակավորում չտալով մեր նախագծին, արդեն ովքեր եղել են իրենք կարան ինչ-որ բաներ ասեն, բայց օրինակ չգիտեմ, որոշեցինք, որ այս ինչպես նշեցիք, մի քիչ տարբերվող ձևաչափով փորձեցինք հենց այնտեղ իրականացնել, քանի որ բացի մարզից լինելով մենք այնտեղ ունենք շատ հրաշք ճարտարապետություն, Աշտարակի դրամատիկական թատրոնի հետ ճարտարապետությունը, շենքի ճարտարապետությունը, հավոր սիրուն է եւ այնտեղ մենք փորձեցինք համադրել, որովհետեւ հենց ցուցասրահում ոնց որ մտնում թատրոն, այնտեղ է նկարել կախված։ Հետո արդեն բեմում եղավ պերֆորմանսը, երկրորդ հարկում եղավ արդեն վիդեոներն գնով։ Այսինքն մենք փորձում ենք այդ երեք տարբեր սրահները միաժամանակ փորձելով աշխատացնել, որպեսզի հենց եւ պարողները արդեն հանդիսատեսը եւ պարողները ուղղորդում էին հանդիսատեսին։ Իսկ ինչպիսին էր Աշտարակի հանդիսատեսի արձագանքը եւ արդյոք հայ հանդիսատեսը պատրաստ այդ փորձարարական արվեստին, ինչ եք կարծում։ Կարծում եմ դրական։ Քանի որ ես Միքայելը պատմում։ Իրականում բարի ցես։ Ու տեսեք, իրական արձագանքները ավելի շատ բարձր էին, քան մենք սպասում էինք։ Ավելի դրական էր ամեն ինչ, մենք մեր մտածելից ավելի շատ էր ամեն ինչ։ Մենք ինչ որ նախատեսել էինք, դրանից ավելի բարձր եղավ ու կարծում եմ բոլորը գոհ են մնացել ու այնպես չի մենակ Աշտարակի ժողովուրդն էլ, այնտեղ Երևանից էլ ժողովուրդ կային տարբեր ուրիշ տեղերից, միայն Աշտարակի մարդիկ չէին էլ։ Դե հաշվի առնելով որ հայ հանդիսատեսը ամենաքննադատ հանդիսատեսն է աշխարհի։ Սա դեռ առաջին համագործակցությունն է։ Այո, իմ Միքայելի առաջին համագործակցությունն է նման։ Շատ լավ, նայեք, արվեստի ճյուղերի սինթեզը, սա նկար, պար, բանաստեղծություններ, դասականի ժամանակակիցի միաձուլում, այն նշեցիք 1080-ի խնդիրը դա պատերազմն է, պատերազմի խաղաղ կողմը, հա։ Այստեղ որն է գլխավոր խնդիրը։ Գլխավոր կոնֆլիկտը նախագծի ժամանակը։ Այս ժամանակը մեկ բանաստեղծություն կա հաստատ, որ նվիրում է այն ժամանակին։ Մենք փորձում ենք անկանոն նախագծի կոնֆլիկտը վերածել ենք երաժշտական լուծումներով ժամ։
Այդքանի ձենակար ածքում փորձում ենք առողջել որ գնում են իբրել միջացնում էր ժամանակի Իդե բանաստեղծություններն ձերն են հենց։ ահա Դուք եք գրել։ այո ընդհանուր առմամբ 12 բանաստեղծություն 4 Մեկը տաղանդավոր մարդկանց շրջապատում ենք այս բանը։ Եվ ես ուզում եմ նաև նշել մի բան, հա, որ մենք համենայն դեպս չենք նկատել, չենք խոսել նման շատ յուրահատուկ նախագծի մասին, սա Հայաստանում երևի Բացառիկ է։ Նվասել ձերն է սա։ Դուք ռահվիրաներն եք, առաջնորդներն եք, էլի։ Իրականում ես վախենում եմ այնպես այդպիսի բան ասել, իդեպ ես չեմ իմացել, որ նմանատիպ բան կա։ Մենք որոշեցինք տարբեր արտիստի ճյուղերը սինթեզելով ներկայացնել մի ընդհանուր բեմադրություն, որտեղ որ բարողները ուղղորդելով արդեն գլխավոր կոնֆլիկտ են ժամանակը, բարողները ուղղորդում են, եւ մեր հանդիսատեսը արդեն փորձում է եւ փորձում ենք բան անել, այնպես անել, որպեսզի ավելի որակ ունենա, ավելի բան։ Միքայել ջան, ես ուզում եմ ասեմ, դուք նաև շատ շատ ուրիշ էներգիա ունեք, էներգետիկա ունեք, որ ձեր էներգետիկան sense չէ, լավ, որ ձեր էներգետիկան մեր էս բարձրախոսնել է, sense որ տվել sense ծբխել է արել։ Սա ձեր մոտ ուղղակի պահեք, որ հա, երկրորդ միկրոֆոնը, խնդրում սա չգնացեք, էլի մեր բյուջեից։ Նման դեպք չէ, սա եւս բացառիկ է։ Սա ձեր էներգիան է։ Նախագիծը այնքանով է հետաքրքիր, որ հնարավորություն է տալիս շրջալ մարզերով, այսինքն ինքը կարծում եմ, հա, տեխնիկապես բարդ չէ այդքան եւ ֆինանսապես էլ այդքան դժվար չէ։ Եթե չեմ սխալվում իհարկե։ Արդյոք կա առաջիկայում պլաններ, որ այս ամենը նաեւ տանել մարզեր։ Իրականում մենք նաև շատ կուզենք, որպեսզի տարբեր մարզերից լինելով բացի նաև մայրաքաղաքում է լինի։ Քանի որ հենց թահանգա Լոս Անջելեսյան միջոցառումից հետո մի շարք բաներ անգամ փոփոխվեց, այստեղ նույնպես կարծում եմ, որ ինքը այնպես ճկուն նախագիծ է, որ կարող է ցանկացած բեմ, ցանկացած սրահում կարող է լինել։ Մտքեր ունենք հետագայում շարունակական դարձնելու այս նախագիծը, բայց դրա հետ մեկտեղ նաև պետք է մտածել այլ նախագծերի մասին, շատ այդպես։ Մինչ օրս նկարները կախված են, sense գիտեք ինչպես է, նկարներն են եւ կողքը բանաստեղծությունն է չափսերի, այսինքն մենք ունենք 12 նկար, տարվա 4 եղանակը եւ ԱՄ, ընդհանուր առմամբ 17 պորտրետ, վիկտորիալիստական ոճով նկարված եւ 17 բանաստեղծություն հետեւաբար։ Այսինքն 17, այսպես այնտեղ հենց հիմա արդեն եթե չեմ սխալվում, այս տարվա վերջ լինելու են նկարները, առիթ ունենաք, տեղով կարող եք նայել։ Ես ներողություն ուզում եմ ամիս ու ժամի հետ կապված էլ նաև հարցունի, եթե չեմ սխալվում, սկզբում որոշված է եղել, որ պետք է լինի 12 ժամ, թե 12 ամիս է։ Ամիսներ, չէ, որոշեցինք որոշ այս ֆոտոները, քանի որ ոչ ավանդական ձևով է նկարված, մենք որոշեցինք այս ֆոտոներով այսպես ոնց որ մի հեղինակավոր փառատոնում մասնակցեցի 12 ֆոտոներով եւ որոշում էի ինչ որ հետագայում ցուցադրություն լիներ, ոնց որ եղավ, եւ հետո արդեն ավելացրեցինք տարվա 4 եղանակը եւ արդեն ԱՄ ընդհանուր որպեսի մի քիչ էլ ավելի 17-ը լինի, բայց հիմնականում ֆոտո եւ բանաստեղծությունը 12-ի ամիսների ծնվել է իրար հետ էլի sense։ Իսկ մնացածը արդեն հավելել ենք, քննարկել ենք տարբեր գործիչների հետ եւ հասունացել է, դարձել է sense մի գաղափար։ Իսկ ինչն է ձեզ ամենից շատ ոգևորում այսպիսի նախագծեր ստեղծելիս։ Ձեր համար է սա նորությունում կարծիք։ Հա, իհարկե նորություն է ինքը ավելի շատ ոչ թե ոգևորող, ինքը ավելի շատ առանձնանում է նրանով, որ մեր պերֆորմանսի ամեն ինչը հեղինակային է։ Լրիվ թե երաժշտությունը, թե բանաստեղծությունը, թե նկարները, թե պարը, ինքը նախ առաջինը ինձ թվում է դրանով առանձնահատուկ դառնում, հետո նոր արդեն բանաստեղծության միտքը, նկարի միտքը ուղղակի պետք է խորանալ, հասկանալ, որովհետև մեր մոտ 12 ամիսներն են, այդ 12 ամիսներում ներկայացման մարդկանց 12 էմոցիաներ ամեն ամիս ինչ որ էմոցիա ունի։ Աղջկա կնոջ բանն է։ Ու տարբեր մարդկանց մոտ դա տարբեր տարիքում է լինում, բայց բոլորի մոտ դա կարծում լինում այդ 12 էմոցիաները։ Էմոցիաները, այո, 12։ Օրինակ հունվար ամիսը սկսվում է արարումով եւ դեկտեմբեր ամիսը այսպես սցենարի գիծեր, ոնց որ մեր տարին է սկսվում եւ վերածնունդով ավարտվում է։ Այսինքն ինքը դրամատուրգիական այդ կապը կա էլի այնտեղ, որ հունվարից մինչև դեկտեմբեր արանքային դրական բացասական էմոցիաներով հագեցած։ Իսկ նախագծի ընթացքում եղել են պահեր, որ այսպես բառացիորեն կորցրել եք ժամանակի զգացողությունը։
Իսկ չորսերոնից ես էլ գնացի։ Ձեր տաղավար գալուց իրականում ես Միքայելի հետ հենց այդ էի քննարկում, ասում եմ, ինչ շուտ անցավ էլի, sense չէ։ Մտածում ենք, ասում ենք, քանի օր արդեն 29-ից անգամ անցավ 3 օր, այ արդեն 29 ամիս։ Կանոն բավականին շատ է։ Հիշում եմ, որ մնաց ասում ենք, դեռ հələ կա դեռ 2 ամիս, դեռ կա 1 ամիս։ Փորձենք դեռ 2 ամիս տակ հասցնենք, բայց մեկ արդեն տեսնենք ամսի 28-ն աճար, դա մեր պերֆորմանսն է։ Պտույտը արագացել է։ Երկրագնդի։ Նույնիսկ դրա համար է որ հենց այդ ամենի համար է մեր նախագիծն ենք ոնց որ դրա համար է մեր կոնֆլիկտը էլի որ ժամանակն է ամենակարևորը եւ պետք է գնահատել ժամանակը։ Վարկոմուցում ես մեկը հոп հերթ է գալիս։ Ֆինանսական հարցերով։ Ճարագար գալիս։ Կարեն մոլիպին ոչինչ չի։ Գիտեք, նաև շատ հետաքրքիր է որ ես կրկին ուզում եմ գնանք դեպի Միացյալ Նահանգների կողմ, հա, կարծում եմ այնտեղ մեր հայրենակիցներից շատերն են մասնակից եղել։ Կարանի կներես որ ընդհատում եմ, բայց մի հատ շատ հետաքրքիր բան ֆիքսեցի, որ առհասարակ օրինակ Հայաստանից են, չէ, գնում դուրս, այս մարդիկ Ամերիկայում են ելն ունեցել, հետո եկել են աշտարակ, դու հասկանում ես ինչ հա կատարվում։ Աշտարակ ամենակույր քաղաքներ։ Չէ, այնտեղից գալիս են։ Միանշանակ։ Իմ կարծիքով այնտեղ մեր հայրենակիցների կողմից մաքսիմալ պետք է առաջարկներ լինեին համագործակցության, որովհետև եթե դժվար չէ, եթե կարող են ճակերտները բացեն։ Միացյալ Նահանգներում իրականում այս նախագիծը շատ հայալեզու նախագիծ է, քանի որ ինքը հենց հայաստանյան նախագիծ է, այսպես ասած, ինչու, որովհետև բանաստեղծությունները հենց հայերեն են։ Այնտեղ բանաստեղծություն կա, որ հենց հայաստանյան հայը կհասկանա։ Բայց լուծումը այնպիսին էր, որպեսզի քանի որ օրինակ ոնց որ նշեցի ամեն մի ամիս ունի իր բանաստեղծության անվանումը եւ էմոցիան, այնտեղ այնպես է, որ անգլերեն է կար այդ ամենը։ Մենք ունեինք Միացյալ Նահանգներում մինչև 350 կարծում եմ մասնակից կար նախագծին եւ որոնցից բնականաբար գերակշռող մասը մեր հայրենակիցներն էին, բայց Միացյալ Նահանգների հենց ԱՄՆ-ից էլ այնտեղի դրսի ժողովուրդ է կային, ովքեր գալիս էին դրական բան թողեցին, կիսվեցին, բայց ինչ վերաբերում է արդեն ձեր հարցին, ես իմ չգիտեմ, այնտեղ լավ իրականում շատ լավ համագործակցություններ կան, դե գիտեք կինո, իսել կինո ռեժիսորայի ոլորտի մարդ, բնականաբար շատ հետաքրքիր է այնտեղի համագործակցությունները, բայց հենց հոլիվուդյան աշխարհում։ Իսկ այնտեղ պետք է աշխատել, փորձել, փորձառություններ տարբեր անել, հետո նոր մենք բոլորս աշխատում ենք, շատերս ձգտում ենք դրան, բայց չմոռանալով մեր արյունը, մեր հողը որտեղ է, դրա համար փորձում ենք նաև այստեղ էլ աշխատել, այստեղ էլ լինել ու դեռ մտքերը այստեղի հետ է։ Եվ վերջում ձեր ուղերձը երիտասարդներին, ովքեր մեծ ցանկություն ունեն զբաղվելու փորձարարական արվեստով։ Կուզենք երկուսիդ լսել։ Ես անից վատ եմ ես խորհուրդներ տալու, բայց իմ կարծիքով Սրտի խոսք ուղղակի։ Դե հերո չգնալով մեր նախագծի գաղափարից, այսպես ասած, չծանրացնելով մեր այս զրույցը, ես կուզեմ նաև ասեմ, որ ժամանակի զգացողությունը մենք չկորցնենք։ Մենք ասելով մենք բոլորս Տատիկս մի շատ լավ խոսք ունի, ասում է ժամավաճառ մի եղիր, պիտի գնահատես վարքյանները ժամը, հետո անիմաստ մի բադ։ Մեր ժամանակը ժամանակ չի։ Երկապային ամենական բանը ժամանակն է։ Շնորհակալ ենք շատ։ Իրականում մենք միշտ անդրադառնում ենք շատ կարևոր յուրահատուկ, ֆանտաստիկ թույն թեմաների, ու միշտ sense մտածում եմ հետո երբ որ քննարկումները եթերից հետո ես հասկանում եմ որ ինչքան տաղանդավոր ֆանտաստիկ մարդկանցով ենք մենք շրջապատված այնպես շատերին չգիտենք ու շատերին ցավոք սրտի չգիտենք ես վստահ եմ որ մենք դեռ հանդիպումներ ունենալու ենք խոսելու ենք ավելի յուրահատուկ ավելի կարևոր տուրերից հետո կգաք արդեն շատ լավ մեզ էլ ձողիկ կբերեք ուղեր գնաք կամ մաստակ կբերեք շատ լավ շնորհակալ ենք շատ ձեզ լավ օրվա շարունակություն եւս մեկ անգամ հիշեցնենք որ նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ մի յուրահատուկ ֆանտաստիկ նախագիծ իսկ եթե մինչեւ երբ ժամանակ դեկտեմբերի վերջ մինչև դեկտեմբերի վերջ Աշտարակ ուր պետք է գնան Աշտարակի դրամատիկական թատրոն գնացեք համել չենք կգտնեք որը չենք ներգոյություն ունի ես շատ անգամներ եմ եղել դե կան հերթադիտողներ որ չգիտեն Սևան Դիլիջան Ծաղկաձոր ժամանակապետին այդքանով եւ Գյումրի այո իսկ մեր հյուրերն էին նախագծի հեղինակ Միքայել Նազարենկոն շատ յուրահատուկ ազգանունակ եւ ցուցահանդես պերֆորմանսի ստեղծագործական կազմի անդամ Միքայել Զաքարյանը իսկ մենք ցավոք սրտի ձեզ պետք է ասենք Տեսա դեր Կարեն Մոլիտվինը
Ծիտ հաղորդավարները Անահիտ Հակոբյանը եւ Կարեն Մոլիտվինը։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ, կհանդիպեք վաղը մեր գործընկերների Թերեզայի եւ Կրիստինայի հետ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։